Խորհրդարանական ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են, ինչպես են դիրքավորվում քաղաքական ուժերը։ Իրանի հետ գործարքն այժմ ավարտված է, Թրամփը լիովին թույլատրել է Հորմուզի նեղուցի անվճար բացումը, ինչ կփոխի Վաշինգտոն-Թեհրան Ժնևի հանդիպումը Երևանում։ Կառավարության նոր մեխանիզմը այսուհետև սոցիալական կրեդիտների մի մասը ուղղվելու են լրատվամիջոցներին և հասարակական կազմակերպություններին։ Լոռու մարզում փրկարարները որոնում են փամբակ գետնընկած 15-ամյա աղջկան։ Հայաստանում, հատկապես Երևանում, հաճախակիացել են ավտոմեքենաների, կողային հայելիների, լուսարձակների և պետհամարանիշների գողության դեպքերը, ինչ քայլեր են ձեռնարկում գողին ու գողոնը բացահայտելու ուղղությամբ։ ԿԳՄՍ նախարարությունը երեխաներին առաջարկում է հետաքրքրություն ցուցաբերել ամառային կրթական և զարգացման խմբակների նկատմամբ։ Կապանում ժանգագույն անձրևաջրերի փաստով վարչական վայրույթ են նախաձեռնել։ Բարի երեկո, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները։ Խորհրդարան են անցնում Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, Ուժեղ Հայաստան և Հայաստան դաշինքները։ ԲՀԿ-ն, սակայն, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 4%-անոց շեմը չի հաղթահարել։ Այս պատկերից ընդդիմությունը խիստ դժգոհ է, հայտարարություններ են տարածում այդ մասին և որոշում ունեն գնալ Սահմանադրական դատարանի դուռը։ 9-րդ գումարման ազգային ժողովի նիստերի դահլիճի կարմիր աթոռներից 105-ը կզբաղեցնեն նորընտիր падգամավորները, նրանցից 64 ՔՊԱ-ական իշխանական սեկտորում կնստի։ Խորհրդարան անցնող մյուս երկու ուժերի՝ Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստան և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքների համար ընդդիմության շարքերը կառանձնացնեն, համապատասխանաբար 29 և 12 մանդատներով։ Կենտրոնական ընտրականը վերջնական ամփոփել է հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները, բայց այն հետընտրական հարցերը պարզելու փոխարեն ավելի է լարել ներքաղաքական մթնոլորտը։ Թեպետ ձայների վերահաշվարկը կարծես լուծում էր նոր խորհրդարանում երրորդ ընդդիմադիր ուժի ներկայության խնդիրը, որին ամենամոտը կանգնած էր Գագիկ Ծառուկյանի առաջնորդած Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, սակայն տարածքային ընտրական հանձնաժողովների վերահաշվարկներին զուգահեռ Կենտրոնական ընտրականը որոշեց անվավեր ճանաչել 3 տեղամասի քվեարկության արդյունքները։ Դրանցից երկուսը Նուբարաշենում և Սյունիքում տեղակայված ճիշտ այն ընտրատեղամասերն էին, որոնցում քվեարկությունը, չնայած օրենքի պահանջին, երեկոյան ժամը 20-ի փոխարեն ավարտվել էր կեսգիշերին մոտ, քանի որ քվեարկող զինվորներին միայն ընտրական օրվա ավարտին էին ուղեկցել քվեարկության, եւս մեկ տեղամասում էլ ընտրության ընթացքում բացակայել էր մասնակից ուժերից ազգային ժողովրդավարական բևեռի քվեաթերթիկը։ Այս 3 տեղամասերում Կենտրոնական ընտրականը վերաքվեարկություն չի անցկացնի, թեպետ դրանից մի ամբողջ քաղաքական համայնքի ճակատագիր ու խորհրդարանի կառուցվածքի հարց է կախված։ Տեղամասերի 3000 ընտրողները կրկին գային քվեասենյակ, նրանցից մոտ 160-ը կրկին ձայն տար ԲՀԿ-ին, Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ն կզրկվեր սահմանադրական մեծամասնության մանդատից։ Գործընթացի միակ նպատակը թույլ չտալն էր, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հայտնվի խորհրդարանում։ Ես իհարկե հասկանում եմ, որ դուք սարսափած եք հավաքական ընդդիմության գաղափարից, որովհետև ձերը պառակտելն է, ձերը սև ու սպիտակի տարանջատումն է, ձերը մարդկանց մեջ ատելություն ու թշնամանք սերմանելն է։ Կենտրոնական ընտրականը, սակայն, շտապում է պարզաբանել, որպես սահմանադրությամբ ընտրությունների օրինականությունը վերահսկող անկախ մարմին պետք է առաջնորդվեն ոչ թե մեխանիկական վերաքվեարկության տրամաբանությամբ, այլ մայր օրենքով երաշխավորված ազատ և հավասար ընտրության, համաչափության և ընտրողների իրական կամքի պաշտպանության սկզբունքներով։ Մասնակի վերաքվեարկության դեպքում առաջանում է հետևյալ խնդիրը։ Հիմնական քվեարկությանը մասնակցած ընտրողները քվեարկել են այն պահին, երբ ընդհանուր արդյունքը հայտնի չէր։ Նրանք չգիտեին ով է առաջատար, քանի ձայնի տարբերություն կա, որ ուժը կհաղթահարի շեմը կամ իրենց քվեն ինչ ազդեցություն կունենա վերջնական արդյունքի վրա։ Մինչդեռ վերաքվեարկության մասնակից ընտրողները քվեարկելու են արդեն այլ իրավիճակում։ Նրանց համար կարող է հայտնի լինել ընդհանուր պատկերը։ Այս պայմաններում ընտրողի կամքը կարող է ձևավորվել ոչ թե իր սկզբնական քաղաքական նախապատվությամբ, ազատ կամ արտահայտությամբ, այլ արդեն հայտնի արդյունքը խմբագրելու հաշվարկով։ Հավաքական ընդդիմությունն էլ պնդում է, ընտրությունների վերաբերյալ ներկայացված պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը և ստույգ արդյունքները։ Միասնական հայտարարությունը տարածել են ընտրապայքարի մասնակիցներից 6-ը, գաղափարապես իրարից տարբերվող ուժերը կիսում են այս մեկ օրակարգը։
Նման պայմաններում արձանագրված արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ եւ ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։ Ընտրությունները խոշորացույցի տակ պահած տեղական դիտորդական առաքելությունների համար եւս անակնկալ է ԿԸՀ որոշումը։ Հետընտրական առաջին երկուշաբթիից էին պնդում, այդ տեղամասերի արդյունքները պետք է չեղյալ համարվեն, նշանակվի վերաքվեարկություն։ Սա է օրենքի պահանջը, հատկապես որ ամփոփ արդյունքներով Բարգավաճ Հայաստանին միայն մի քանի ձայն չի բավարարում խորհրդարան անցնելու համար։ Այսինքն սա հենց այն իրավիճակն է, որը նկարագրում է ընտրական օրենսգիրքը՝ ազդեցություն վերջնարդյունքի վրա։ Մեր գնահատմամբ այն ոչ իրավաչափ է, ԿԸՀ-ն չի կատարել օրենսգրքի պահանջը, քանի որ ակնհայտ է, որ 3 տեղամասերի քվեարկության արդյունքներում հանգեցրել է քաղաքական ուժերից մեկի քվեների անցողջությունից նվազեցման փաստի։ Խնդիրն այստեղ արդյոք ազգային ժողովը տրվեց ընտրողների կողմից։ Մինչև դիտորդներն ամփոփեն իրենց գնահատականներն ու զեկույցները կազմեն, այն նաև միջազգային հանրությանը հասանելի դարձնելով ընդդիմությունը կհասնի սահմանադրական դատարան։ Ամենաբարձր այս ատյան են տանում հունիսի 7-յան ընտրությունների արդյունքները չեղյալ համարելու հարցը։ Էդուարդ Պողոսյան, Ժամ լրատվական։ Իրանի հետ գործարքը այժմ ավարտված է, Թրամփը լիովին թույլատրել է Հորմուզի նեղուցի անվճար բացումը եւ միաժամանակ արտոնել ԱՄՆ ռազմածովային շրջափակման անհապաղ վերացումը։ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարությունը հաստատել է փոխըմբռնման հուշագրի տեքստի վրա աշխատանքի ավարտման փաստը եւ հուշագիրը պաշտոնապես ստորագրվելու է հունիսի 19-ին։ Նիկոլ Փաշինյանն է ողջունել Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը եւ հույս հայտնել, որ այս նշանակալի զարգացումը կհարթի ճանապարհը մերձավոր արևելքում համապարփակ եւ երկարատև խաղաղության համար։ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև կարգավորման համաձայնագրով պատերազմը եւ ռազմական գործողությունները դադարեցվում են բոլոր ճակատներում անմիջապես եւ ընդմիշտ։ Ակնկալվում է, որ փաստաթուղթը կստորագրվի հունիսի 19-ին։ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարությունը հաստատել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը ավարտել են փոխըմբռնման հուշագրի տեքստի վրա աշխատանքը։ Իրանական կողմը նշում է նաեւ, որ վերջնական համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները կհետաձգվեն այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն չի կատարել հուշագրով ստանձնած իր պարտավորությունները։ Թեհրանի հետ գործարքը փաստացի նշանակում է ԱՄՆ-ի կապիտուլյացիա Իրանի պայմաններով, ով գիտի ի վերջո կկնքվի վերջնական համաձայնագիր, թե ոչ։ Եթե այո, ապա միաժամանակ երկու փաստ կլինի ակնհայտ։ Առաջին, սա ըստ էության կապիտուլյացիա է Իրանի առաջ, եւ երկրորդ, մենք պետք է ուրախ լինենք դրա համար, որովհետեւ այս խենթ ու անօրինական պատերազմի ամեն մի երկարող օրվա հետ մենք ավելի ենք թուլանում։ Իրանական լրատվամիջոցները հայտնում են, թե Վաշինգտոնը պարտավորվում է ապասառեցնել Իրանի ակտիվներից 24 միլիարդ դոլարը, վերացնել Թեհրանի դեմ նավթային պատժամիջոցները, չկուտակել ուժեր մերձավոր արևելքում, Իրանն էլ վերահաստատում է իր հանձնառությունը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին, պարտավորվում է չմշակել միջուկային զենք։ Մի սխալվեք, սրանք Իրանի պայմաններն են, նրանք միայն մեկ զիջման են գնացել, բացել են Հորմուզի նեղուցը։ Իրանը այսպես է ամբողջ միջուկային զենք չէր պատրաստվում ունենալ, Իրանը դրանից գոհ է պայմաններից, որովհետև առաջինը շրջափակումն է վերացվում։ ԱՄՆ-Իրան հրադադարի համաձայնագրի մաս է կազմում նաև Լիբանանից իսրայելական զորքերի դուրսբերումը։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, սակայն, որ իսրայելական ուժերը դուրս չեն գա հարավային Լիբանանից։ Իսրայելը դեմ է Լիբանանից բանակի դուրսբերմանը, չնայած առկա եւ սպասվող ճնշմանը։ Դժգոհ կողմը այս պայծառությամբ Իսրայելի վարչապետ Նետանյախուն է, որովհետև դա հակասում է իր կողմից վարվող արտաքին քաղաքականությանը, իր համար խաղաղությունը որպես այդպեսին ցանկալի չէ, որտեղ ինքը ունի մեծ Իսրայել ստեղծելու իր ծրագիրը։ Իրանի սահմանակից տարածքներից ամերիկյան զորքերի դուրսբերումն ըստ համաձայնագրի նշանակում է նաև, որ Սյունիքում ապագայում իրականացվելիք թրիփ ուղում չպետք է լինեն ամերիկյան ուժեր։ Իրանը բոլոր բարձր մակարդակներով հանդիպումներում հայտնել է, որ թրիփը չպետք է աշխատի։ Թրիփը դա միջանցք է։ Ինչքան էլ Հայաստանի իշխանությունները ասեն, որ դրանք իրանց ինքնիշխանությունը պահպանում է եւ այլն, պայմանագրի մեջ գրված է անխոչընդոտ ճանապարհի տրամադրում, դա միջանցք է։ Սակայն սա չի նշանակում, թե ԱՄՆ-ն կարող է հակադրության մեջ մտնել Իրանի հետ։ ԱՄՆ-ն իր առաջադրանքը չկարողացավ նույնիսկ Պարսից ծոցում կատարել։ Այստեղ ինքը ռեսուրս ունի Իրանի դեմ ընդհանրապես ոչ մի բան անել, հատկապես երբ որ Միացյալ Նահանգները էականորեն թույլատրած է դուրս գալիս, ինքը այստեղ որևէ բան չի անելու։ Այս ամենի ֆոնին կրտսեր Ալիևը Թրամփի 80-ամյակն է շնորհավորել ձեռքի հետ
շնորհակալություն հայտնել Թրամփին, թե ԱՄՆ նախագահի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համատեղ հռչակագրի ստորագրումը, խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը Ալիևի ձևակերպմամբ կկապի Զանգեզուրի միջանցքը Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ եւ ըստ Ալիևի կդառնա միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը։ TRIP նախաձեռնությունը անխափան կապ կապահովի Ադրբեջանի հիմնական հատվածի եւ Նախիջևանի միջև եւ կդառնա միջին միջանցքի մասը։ Այս պարագայում Իրանի բլոկադան, ինչպես որ պատկերացնում են Միացյալ Նահանգներում թռիփի միջոցով որպես միջին միջանցքի մաս, այլևս կորցնում է իր իմաստը, եւ քանի որ կորցնելու է իր իմաստը այս սցենարի զարգացման պարագայում ստացվել է մի իրավիճակ, երբ թռիփի ռազմավարական նշանակությունը Միացյալ Նահանգների համար կնվազի։ Փորձագետները կրկին հղում են անում Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Իրանի Իսլամական Հանրապետությունն ասում է՝ միջանցք չի լինելու։ Սա թուրանական ճանապարհի ամենակարևոր հատվածն է, նշում են քաղաքագետները։ Հնարավոր համարելով, որ վերջնականապես TRIP-ը Միացյալ Նահանգները փոխադարձ պայմանագրով Ռուսաստանի հետ շատ հնարավոր է, որ այն ինչ որ մի զիջման դիմաց վաճառի Ռուսաստանին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Մենք ֆինանսական օգնություն կտրամադրենք եւ կօգնենք հեշտացնել Հայաստանի առևտուրը հարևանների եւ Եվրոպայի հետ, այս մասին X-ի էջում գրել է Եվրամիության ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Մարթա Կոսը, նշելով, որ հուլիսի 5-ին այցելելու է Երևան։ Ռուսաստանը շարունակում է ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրա, փորձելով շեղել երկիրը վերջին ընտրություններում ժողովրդի կատարած ժողովրդավարական ընտրությունից։ Ես հանդիպեցի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ վաղվա արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ, որտեղ մենք անդամ պետությունների հետ կքննարկենք Հայաստանի շարունակական աջակցություն ցուցաբերելու եւ մեր համերաշխությունը ցույց տալու հարցերը։ Մենք ֆինանսական օգնություն կտրամադրենք եւ կօգնենք հեշտացնել Հայաստանի առևտուրը հարևանների եւ Եվրոպայի հետ։ Հուլիսի 5-ին ես կայցելեմ Երևան կոնկրետ քայլերն առաջ մղելու համար։ Հայաստանի իշխանությունները սխալ կգործեն, եթե կենտրոնանան բացառապես արևմուտքի աջակցության վրա, այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։ Այնուամենայնիվ, ծառայության ղեկավարը հույս է հայտնել, որ Հայաստանի ղեկավարությունը ողջամիտ կվարվի, ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ Եվրամիության հետ ինտեգրվելու Հայաստանի ձգտումը նրա ինքնիշխան իրավունքն է, սակայն Երևանը չի կարող եւ չպետք է իրագործի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին։ Նարիշկինը Հայաստանում վիճակը բարդ է որակել, իսկ ընտրությունների արդյունքները որոշակի իմաստով կասկածելի։ Եթե Հայաստանի ղեկավարությունը կենտրոնանա բացառապես արևմուտքի որևէ օգնության աջակցության վրա, ապա իհարկե սխալ կգործի եւ այդ դեպքում իրավիճակը երկրում կբարդանա։ Իհարկե երկրի տնտեսական զարգացման համար կառաջանան լրացուցիչ խոչընդոտներ եւ դժվարություններ։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։ Հայաստանում, հատկապես Երևանում հաճախակիացել են ավտոմեքենաների, կողային հայելիների, լուսարձակների եւ պետհամարանիշների գողության դեպքերը, ինչ քայլեր են ձեռնարկում գողին ու գողոնը բացահայտելու ուղղությամբ։ Կապանում ժանգագույն անձրևաջրերի փաստով վարչական վայրույթ են նախաձեռնել։ Շարունակում ենք թողարկումը։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գործադիրում տեղի ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են արտահանման ոլորտում առկա միտումներն ու առաջիկա քայլերը։ Ըստ կառավարության ներկայացվել են գյուղատնտեսական եւ այլ արտադրատեսակների արտահանման ծավալները, դիվերսիֆիկացիայի ուղղությամբ իրականացվող քայլերն ու միջոցառումները։ Անդրադարձ է կատարվել Եվրոպական միության անդամ եւ այլ երկրներ արտահանման աջակցության ծրագրերի ընթացքին ներդրվող գործիքակազմերին ու մեխանիզմներին, ֆերմերային տնտեսություններին, օժանդակություն ցուցաբերելու գործողություններին։ Ֆինանսների նախարարը հայտնել է, թե ակցիզային հարկի փոփոխության համար կառավարությունը ներկայացրել է նոր պլան, որը վերաբերում է 2027-ի հունվարի 1-ից հետո տեղի ունեցող տնտեսական գործողություններին։ Ֆինանսների նախարարը լրագրողներին հայտնել է, թե ակցիզային հարկի փոփոխությունները վերաբերում են գնաճի ճշգրտումներին, արդյունքում ստացվում է, որ հիմնական ապրանքատեսակների համար ճշգրտումներից հետո ակցիզային հարկը բարձրանում է 3%։ Ըստ ֆինանսների նախարարի նվազեցումներ կան մրգ օղիների, կոնյակի մասով։ Ակցիզային հարկի բարձրացումը սակայն անակնկալ է այդ հարկով գործունեություն ծավալող տնտեսվարողների համար, քանի որ այդ մասին տեղեկությունը շատերը ստացան ընտրություններից հետո միայն։ Որպեսզի որևէ հարկ բարձրանա կամ փոփոխվի, եթե դա նվազման բան չունի,
դա պետք է հաստատվի 6 ամիս առաջ։ Հիմա մենք փորձում ենք դա հաստատել մինչև հուլիսի 1-ը, որպեսզի դա կարողանա ուժի մեջ մտնել հունվարի 1-ից։ Երկար ժամանակ առաջ անընդհատ հայտարարում ենք, որ սրանք հարկերը բարձրացնելու են, որովհետև այդ տարբերակ չունեն սպասարկելու ապահովագրական համակարգը։ Այսինքն նախընտրական ժամանակահատվածում անընդհատ նորից պարտքեր են ներգրավել։ Կառավարության նոր նախաձեռնությունը այսուհետև սոցիալական կրեդիտների մի մասն ուղղվելու են լրատվամիջոցներին ու հասարակական կազմակերպություններին կսահմանվեն չափորոշիչներ։ Քաղաքացիները հայտարարագիր լրացնելիս եւ սոցիալական կրեդիտներ պահանջելիս կկարողանան ընտրել այն հասարակական կազմակերպությունը կամ լրատվամիջոցը, որին ցանկանում են փոխանցել նախատեսված գումարը։ Կսահմանվի նաեւ թե առավելագույնը որքան գումար կարող է ուղղվել այդ նպատակներին։ Ժամի անդրադարձը։ Աջակցություն հասարակական կազմակերպություններին եւ ԶԼՄ-ներին սոցիալական կրեդիտների միջոցով կառավարությունը նախատեսում է ներդնել նոր մեխանիզմ, որի օգնությամբ քաղաքացիները կկարողանան իրենց սոցիալական կրեդիտների մի մասը ուղղել լրատվամիջոցներին եւ հասարակական կազմակերպություններին։ Սահմանվելու են հստակ չափանիշներ, որոնց համապատասխանող կառույցները կընդգրկվեն հատուկ ցանկում, իսկ քաղաքացիները տարեկան հայտարարագիր լրացնելիս եւ սոցիալական կրեդիտները պահանջելիս ազատորեն կընտրեն, որ ՀԿ-ին կամ լրատվամիջոցին փոխանցել նախատեսված գումարը։ Շատերի դեպքում գործ ունենք ոչ թե լրատվամիջոցների, այլ քարոզչամիջոցների հետ։ Ուզում եմ հասկանալ այդ ցանկը կազմելիս ինչ որ ֆիլտր կամ մեխանիզմ լինելու է, որ մենք հասկանանք, որոնք են իրականում լրատվամիջոց, որոնք ծառայում են իրենց նպատակին, որոնք ոչ, այլապես կստացվի, որ մենք պետական բյուջեի հաշվին ֆինանսավորում ենք ապատեղեկատվություն տարածողներին։ Այդ ցանկում արդեն իսկ հայտնվելը կնշանակի, որ կամ այդ ցանկում չհայտնվելը արդեն կնշանակի, որ տվյալ լրատվական կայքը կամ լրատվական կազմակերպությունը չի ցանկանում լինել թափանցիկ իր ֆինանսավորման առումով եւ որոշակի սա էլ իր հերթին ֆիլտր կհանդիսանա եւ բնականաբար մենք էլ ամեն ինչ կանենք, որպեսզի այն գումարները, որոնք ուղղվում են այդտեղ լինեն բավարար։ Խորհրդարանի եւ կառավարության ներկայացուցիչները դեռ չեն բացահայտում, թե ինչ նորմերով են առաջնորդվելու ԶԼՄ-ների եւ ՀԿ-ների գնահատման process-ում, այսինքն որն է համարվելու բարեխիղճ, իսկ որը ոչ։ Եվ ըստ այդմ զրկվելու սոցիալական կրեդիտների միջոցով ֆինանսավորվելու հնարավորությունից։ Խնդիրը անհանգստացրել է հասարակական դաշտի ներկայացուցիչներին։ Մենք հետևելու ենք այդ գործընթացին, հնարավորինս ապահովելու եւ նաեւ ջատագովելու, որպեսզի օբյեկտիվ չափորոշիչներ սահմանվեն եւ պես հայեցողական հիմքով չլինի այդ ընտրությունը ընդհանրապես չլինի։ Հարկային քաղաքականության միջոցով հասարակական կազմակերպություններին եւ մամուլին ֆինանսավորելու պրակտիկան ընդունված է զարգացած պետություններում։ Մասնավորապես, մարդիկ հնարավորություն են ունենում ֆինանսավորել իրենց հարկային պարտավորությունների 1 կամ 2%-ի չափով նման կազմակերպություններին։ Այլ բան, որ Հայաստանում ներդրվելու դեպքում պետք է հնարավոր լինի խուսափել մերոնք-ձերոնք տարանջատումից։ Այնտեղ լիմիտ դրված է փոխհատուցման 100,000 դրամ, եթե այդ նույն շեմի մեջ պահպանվի, քաղաքացիները այնուամենայնիվ ավելի շատ հետաքրքրված կլինեն իրենց էլի կրթական առողջապահական ծախսերը, չէ, փոխհատուցել եւ ոնց որ տեղ չի մնա այլ ծախսերին եւ այդ մասով մենք առաջարկ ենք նաեւ ներկայացրեի դրաֆտում էլ կտեսնեք, որ առանձին շեմ լինի հատկացված հենց այս նվիրատվությունների համար։ Մինչև այս տարեվերջ կառավարությունը մշակելու է չափորոշիչները, որոնցով գնահատվելու են հասարակական կազմակերպություններն ու ԶԼՄ-ները, որոնք կկարողանան օգտվել սոցիալական կրեդիտների միջոցով աջակցության գործիքից։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում բժշկական ծառայությունների հատուցումների համար նախատեսված բյուջեն սպառվել է կամ մոտ է սպառման, փորձագետներն են բարձրաձայնում, վերջին շաբաթներին 60,000 դրամից բարձր հատուցումների մի մասը մերժվում կամ սառեցվում է։ Մասնագետները զգուշացնում են, որ նման իրավիճակը կարող է ֆինանսական ճնշման տակ դնել բուժ հաստատություններին, մեծացնել ընտրովի հատուցումների եւ ստվերային վճարների ռիսկերը։ Մինչդեռ առանցքային հարցերը մնում են անպատասխան, ինչպես են օրինակ ընտրվում մերժումները։ Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ապահովել առավելագույն թափանցիկություն եւ հանրային հաշվետվողականություն։ Հասարակությունը պետք է ստանա հստակ պատասխաններ հատուցումների բյուջեի վիճակի, մերժումների ծավալի եւ համակարգի ֆինանսական կայունության վերաբերյալ, քանի որ առողջության համընդհանուր ապահովագրության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է քաղաքացիների վստահությամբ եւ պետության ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարմամբ։
Երևանում օրինաչափությունը նույնն է, անձրև է գալիս, քաղաքում վենետիկյան տեսարանն է տիրում։ Փողոցները դառնում են գետեր, բակերը լճեր, իսկ կոյուղին վերադառնում է բնակիչների տուն, նկուղներով։ Ու Աստված չանի հեղեղը մեծ լինի, արագ նկատվում է, որ Վենետիկ դարձած մայրաքաղաքը չունի հեղեղատար ցանց։ Կադրերը Վենետիկից չեն, Երևանն է, ալիքներն էլ բնական չեն, մեքենաների շարժից են առաջանում։ Անձրև է գալիս թե չէ, մեր մայրաքաղաքը կոլապսի է ենթարկվում։ Ջուրն անգամ մետրոյի կայաններն է լցվում։ Նախորդային նույն վիճակն էր նաև Կապանում, Կավարտի հանքավայրից եկող համացանցում տարածված դեղնավուն անձրևաջրերի վերաբերյալ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն արդեն վարույթ է հարուցել։ Ի վերջո, ով է պատասխանատու հեղեղատարների մաքրության համար, քաղաքապետարանի ժամին ուղղորդում են դեպի Veolia ջուր, նրանց գործն է։ Այս ընկերությունն էլ ընդունում է պատասխանատուն ինքն է, հայտնում է, ամբողջ տարվա ընթացքում մաքրում են հեղեղատարները, վերանորոգում, բայց վարձակալած համակարգը բազում թերություններ ունի։ Փողոցներ կան չունեն անձրևատարեր։ Եղածների թողունակությունն էլ թույլ չի տալիս ապահովել անձրևաջրերի սահուն հեռացումը։ Եթե հեղեղը գալիս են մեծ քանակությամբ, իսկ այդ հեռատար ցանցն չունի համապատասխան հեռացման ունակություն, բնական է փողոցները պետք է լցվեն ջրով։ Կառուցապատումների խնդիրները առանձնացնում է նաև ջրային ռեսուրսների մասնագետը։ Հարցնում է, ով է որոշել, որ հեղեղատարների հնարավորությունները անսահմանափակ են։ Մաքրման տեխնոլոգիաներ են պետք, ֆունդամենտալ, այսպես ասած շաբաթօրյակ համակարգում, հավելում է փորձագետը։ Կարևոր է, որ արկա ջրահեռատար ցանցը անընդհատ ենթարկվի մոնիտորինգի, այդ հեռատար ցանցը որոշակի ելքեր հեռացնելու համար է նախագծվում եւ կառուցվում։ Բայց եթե տարիների ընթացքում այս փոփոխությունների կլիմայի արդյունքում մենք ունենում ենք շատ ավելի մեծ ելքեր կան, գոյություն ունեցող ելքերի համար է հաշվարկված, բնական է ևս դա կարող առաջանալ։ Դա հետևանքն է այն բանի, որ Երևանի բուռն կառուցապատումն ու զարգացումը հիմնականում չի ուղեկցվել անձրևատար ցանցի համապատասխան ընդլայնմամբ։ Շատ տեղերում ավելացել է ասֆալտապատ տարածքների մակերեսը, իր հետ բերելով գոյացող անձրևաջրերի քանակի ավելացում, մինչդեռ անձրևատար խողովակների թողունակությունը մնացել է նույնը։ Արդյոք քայլեր կձեռնարկվեն, հարցնում է փորձագետն ու շեշտում, խնդրի արմատական լուծման համար խոշոր ներդրումներ են հարկավոր, ինչն արդեն կառավարության հետ կնքած պայմանագրի համաձայն ջրային կոմիտեի պարտավորությունն է։ Շահագործում եւ սպասարկում են այն, ինչը պետությունը հանձնել է, իսկ արդյոք կոմիտեն ներդրումներ կանի, խոստանում են մոտ ապագայում։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Ինչպես արդեն տեղեկացրեցինք, անձրևի ժամանակ Կապանի փողոցները ողողվել են վառ դեղնավուն ջրերով, սոցիալական ցանցերում օգտատերերը ֆիքսել են, որ սա առաջին դեպքը չէ, երբ քաղաք են լցվում, այնուհետև հարակից գետով համայնքներ ներթափանցում տհաճ քիմիական հոտով դեղնաժանգագույն ջրեր։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը այս փաստով արդեն վարույթ է հարուցել, կա տեղեկություն, որ ջրերը քաղաք են հասել հարակից Կավարտի լքված հանքավայրի տարածքից։ Այս պահին իրականացվում են լաբորատոր հետազոտություններ ջրերի վտանգավորությունը կամ դրա աստիճանը պարզելու համար։ Այն տարածքներում, որտեղ որ կան թափոնակույտեր կամ հանքախորշեր, չշահագործվող հանքավայրեր, այդ զանգվածը, այսինքն թափոնը ինքը դեղին գույնի է ալնում, որտեղ տարիների ընթացքում այնտեղ երբ որ ինքը իր մեջ պարունակում է ծանր մետաղներ, դրանք սկսում են որոշակի ռեակցիաների ենթարկվել եւ ժանգի գույն է ստանում։ Դա հոսում է եւ խառնվում է ջրերով, այսինքն մտնում է դեպի գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ, փողոցներ, խաղաբակեր, մի խոսքով անկառավարելի է։ Հայաստանում, հատկապես Երևանում վերջին շրջանում հաճախակիացել է նաև ավտոմեքենաների առանձին մասերի, կողային հայելիների, լուսարձակների եւ պետհամարանիշների գողության դեպքերը, որոնց պատժաչափերը վերջերս են օրենսդրությամբ խստացվել։ Մեքենաների գողությունը կանխելու ամենաարդյունավետ միջոցը բազմաշերտ պաշտպանությունն է, որը ներառում է ինչպես մեխանիկական արգելափակող սարքերը, այնպես էլ էլեկտրոնային անվտանգության համակարգերը։ Ավտոմեքենաների պահեստամասերի գողությունները վերջին շրջանում կրկին հանրային ուշադրության կենտրոնում են։ Ոստիկանությունը պարբերաբար տեղեկություններ է փոխանցում բացահայտված դեպքերի մասին։ Տուժողների վնասները երբեմն միլիոնավոր դրամների են հասնում, իսկ խնդիրը մասնագետների կարծիքով վաղուց արդեն միայն քրեական տիրույթում չէ, այն նաև սոցիալական եւ համակարգային հարց է։ Փաստաբանների գնահատմամբ բազմաթիվ տուժածներ նույնիսկ չեն դիմում իրավապահներին, համոզված լինելով, որ իրենց գործը չի բացահայտվելու։ Որոշակի խմբի բացահայտելուց
հետո ոստիկաններն իրենք են գնում ենթադրյալ տուժողների հետևից, ես բաց է դառնում, որ այդ անձինք իսկապես տուժել են, սակայն ոստիկանություն չեն դիմել, քանի որ վստահություն չեն ունեցել, որ կբացահայտվի։ Կարծում եմ բազմաթիվ են այդ պատճառները եւ հիմնական պատճառն է, որ իսկապես ցանկություն չկա ճանկորցածել այդ հանցագործությունները բացահայտելու համար։ Մասնագետների դիտարկմամբ հանրության շրջանում ձևավորված անվստահությունը հանգեցնում է նրան, որ հանցագործությունների իրական պատկերը հաճախ չի արտացոլվում վիճակագրության մեջ, ընդգծում են, թե խնդիրը առավելապես գործող օրենքների արդյունավետ կիրառման եւ կանխարգելիչ աշխատանքին է վերաբերում, իսկ ներքին գործերի նախարարությունից պնդում են, թե հետեւողական աշխատանք են տանում այս հանցատեսակի բացահայտման ուղղությամբ։ Ոստիկանությունը հետեւողական աշխատում այդ ուղղությամբ, որ բոլոր դեպքերը բացահայտվեն։ Տարբեր անհատներ հայտնաբերվում են, ձերբակալվում են։ Նախկինում նման հանցագործությունները ըստ մասնագետների նույնքան շատ են եղել, սակայն ոչ բացահայտ, պայմանավորված մեքենաների սակավությամբ։ Խնդրի հիմքում միայն գողություն կատարողը չէ, նկատում են իրավապաշտպանները եւ հավելում, թե գոյություն ունի մի ամբողջ շղթա, սկսած էժան պայստամասի պահանջարկից մինչեւ դրա իրացման հնարավորությունը։ Առաջարկում են, որ օգտագործված կամ վերավաճառվող պայստամասերի ծագումը ավելի խիստ վերահսկվի եւ պարտադիր փաստաթղթավորվի, ինչն էլ իր հերթին սև շուկան կսահմանափակի, իսկ հանցագործության տնտեսական շահավետությունը կնվազի։ Եթե խանութի աշխատողը գիտի, որ ինքը կարող ավելի էժան շուկայից ձեռք բերի, ու շուկայից էժան ձեռք բերողի միջնորդը ինքը մեքենայից գողություն անողն է, ինքը դրա համար փաստաթղթեր չի ուզում, դրա համար գինը էժանավճարում, դրա համար չի տանջվել, ինքը ընդհանրապես գողությունար է, տանում հանձնում է տեղում ռեալիզացումը, որովհետև պահանջարկ կա, մեքենաները շատ են, մեքենաների սպասարկման կետերը չափից շատ են։ Ի վերջո, թեև իրավապահները խոսում են բացահայտումների եւ շարունակվող պայքարի մասին, իսկ փորձագետները օրենսդրական ու վերահսկողական նոր լուծումների անհրաժեշտության, մի բան ակնհայտ է, քանի դեռ գողացված պայստամասերի իրացման շուկան շարունակում է գործել, իսկ քաղաքացիների վստահությունը լիովին չի վերականգնվել, ավտոմեքենաների տերերը շարունակում են ամեն օր բախվել նույն մտահոգությանը։ Արդյոք առավոտյան իրենց մեքենան կգտնեն նույն վիճակում, ինչ գիշերն էին թողել։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Տաղավար կվերադառնանք կարճատև դադարից հետո։ Լոռու մարզում փրկարարները որոնում են փամբակ գետնընկած 15-ամյա աղջկան։ ԿԳՄՍ նախարարությունը երեխաներին առաջարկում է հետաքրքրություն ցուցաբերել ամառային կրթական եւ զարգացման խմբակների նկատմամբ։ Օրվա առավելագույն ջերմաստիճանը 31-ն է, ավելին քիչ ուշ։ Շարունակում ենք թողարկումը։ Ամառային արձակուրդները դպրոցականների համար ոչ միայն հանգստի, այլև նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու հնարավորություն կարող են դառնալ։ ԿԳՄՍ նախարարությունը երեխաներին առաջարկում է կարդալ գրքեր, այցելել պատմամշակութային վայրեր, զբաղվել կամավորությամբ եւ ավելի շատ ժամանակ անցկացնել իրական շփումների ու ակտիվ հանգստի մեջ։ Մինչդեռ մասնագետները նշում են, որ ամառային կրթական եւ զարգացնող խմբակների նկատմամբ հետաքրքրություն դեռ բարձր չէ եւ այս ուղղությամբ անհրաժեշտ են ավելի համակարգված ծրագրեր։ Որպես լուծում դա ցավոք արժի համակարգային բնույթ է կրում, արդեն մեր մոտ դեպի կրթությունը, դեպի կրթված լինելը այդքան էլ մոդայիկ չէ։ Խմբակները շատ կարևոր են, խմբակները թույլ են տալիս սովորողներին ընտրել այնպիսի ուղղություն կամ այնպիսի առարկա ընտրել, որը չկա դպրոցական ծրագրում։ Շատ կարևոր է, որ երեխաները միշտ զբաղված լինեն, թեկուզ սպորտային, մշակութային, կրթական որոշ խմբակներով։ Դա միակ ճանապարհն է, սուր աշխարհում էլ տենդենսը կա, որ երեխաներին զերծ պահեն վտանգավոր սովորություններից։ Նոր հեռուստանովել Pan Armenian TV YouTube-յան ալիքում ամեն երեկո կապույտ էկրանին դիտեք խորհրդավոր ընթրիքը։ Հեռուստանովելը մարդկանց սուր եւ բարդ փոխհարաբերությունների մասին է, նոր ձևաչափով նախագիծը հեռարձակվելու է 12 րոպեանոց դինամիկ սերիաներով։ Դավիթ Թադևոսյանն է պատմում։ Ընկերությունը, սերը, սուտն ու դավաճանությունը, նոր խորհրդավոր ընթրիք հեռուստանովելում։ Pan Armenian TV YouTube-յան ալիքում մեկնարկում է պրոդյուսեր Ելենա Արշակյանի եւ սցենարիստ Անահիտ Մխիթարյանի խորհրդավոր ընթրիք հեռուստասերիալը, որը կարճ, բայց հագեցած սերիաների միջոցով խոստանում է պատմել մարդկային բանականության դրական եւ բացասական կողմերի մասին։ Վերջին անգամ պայմանավորվեցինք, որ էլ չես գալու, Սարիկ։
Բայց կես տարում ինչքան բան ա փոխվել, չէ։ Նոր ձևաչափով նախագիծը հեռարձակվելու է 12 րոպեանոց դինամիկ սերիաներով։ Ստեղծագործական թիմը գաղտնիք է բացում։ Յուրաքանչյուր դրվագ ավարտվելու է նոր անակնկալներով։ Ժամանակներն արագ են փոխվում եւ շատ լավ գիտակցում ենք, որ մեր հեռուստադիտողն ուզում է տեսնել արագ եւ զարգացող ու հետաքրքիր նոր հեռուստասերիալներ եւ մենք պատրաստ ենք մեր սիրելի հեռուստադիտողի դատին հանձնել այն, ինչ ինքն է ուզում։ Հեռուստասերիալի ռեժիսորը Գոհար Արշակյանն է։ Նկարահանումները ընթացքի մեջ են։ Ֆիլմի համար դերասանները առաջին անգամ պարապլանով թռիչք են իրականացրել, հաղթահարելով սեփական վախերը։ Տպավորություններս հրաշալի են աննկարագրելի։ Ես իջա ու մեր նկարահանող խմբին ասացի, որ սրանք իմ կյանքի ամենաերջանիկ վայրկյաններն են։ Սրտի անկյունում մի հատ դող կա, որ մտածում ես, բա որ չստացվի, բայց դե ամեն դեպքում եթե գործին հավատով ես մոտենում, հավատում ես քեզ, քո հնարավորություններին, արդեն ամեն ինչ ստացվում է։ Խորհրդավոր ընթրիք անունը խորհրդանշում է այն իրականությունը, որտեղ ամենամեծ գաղտնիքները հաճախ մնում են չասված, իսկ ճշմարտությունն ու սուտը մշտապես բախվում են միմյանց։ Նախագծում ներգրաված են Հմայակ Հակոբյանը, Մարիամ Դավթյանը, Նոնա Սաֆարյանը, Պավել Թադևոսյանը, Ադրինե Աճեմյանը, Վահագն Մարգարյանը, Դավիթ Հարությունյանը, Էրիկ Կրբաշյանը։ Բավականին դժվար է 12 րոպեում հեռուստադիտողին տալ այն հետաքրքիր սերիաները, որոնք որ պետք է կատարվեն 12 րոպեի ընթացքում։ Իհարկե սցենարի հեղինակ Անահիտ Մխիթարյանը ամեն ինչ անում է, որ մեր հեռուստադիտողը գոհ լինի իր դիտած կոնտենտից, բայց պետք է ազնիվ ասեմ, բավականին դժվար է այս կոնտենտը ստեղծելը։ Հուսանք ամեն ինչ լավ կլինի եւ հեռուստադիտողը գոհ կլինի։ Դինամիկ եւ հագեցած սերիաները հանդիսատեսին հնարավորություն կտան արագ ներգրավել սյուժեի զարգացման մեջ եւ հետեւել իրադարձություններին անկախ գտնվելու վայրից ու ժամանակային սահմանափակումներից։ Դավիթ Թադևոսյան, Անդրանիկ Ներկարարյան, ժամը լրատվական։ Երկու նոր քաղաքային ենթակառուցվածքային նախագծեր Դիլիջանում Green Rock բազմաֆունկցիոնալ համալիրի զարգացման շրջանակում բացվել են People's Rooms Colving-ը եւ Villa 3 Community Hub-ը։ Այստեղ 60 սենյակում միաժամանակ կարող է հյուրընկալել մինչև 120 մարդ։ Այն հարմար է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ բնակության համար։ Դիլիջանի զբոսաշրջային ենթակառուցվածքների շարքում իրենց հաստատուն տեղն են զբաղեցնում այլևս երկու անուն՝ People's Rooms-ը եւ Villa 3 Community Hub-ը։ Երկու կառույցները Green Rock բազմաֆունկցիոնալ համալիրի մասն են կազմում։ Այս նախագծերի առանձնահատկությունն այն է, որ հաշվի են առնվել Դիլիջանը նաեւ որպես երկարատև բնակության վայր դիտարկող մարդկանց կարծիքներն ու ցանկությունները։ Այս քայլով Դիլիջանը ավելի վստահ է դիրքավորվում որպես ժամանակակից քաղաք, բաց նոր մարդկանց, գաղափարների եւ նախաձեռնությունների համար։ Green Rock-ը ձևավորում է ոչ թե ուղղակի առանձի նախագծեր, այլև էկոհամակարգ, որում ներառված նախագծերը լրացնում են միմյանց։ Մենք փորձում ենք դրանցում ներգրավել բարձրակարգ մասնագետների, ձևավորել աշխատակազմ, քաղաք բերել փորձագետների, տուրիստների։ Դրա համար անհրաժեշտ է ստեղծել ենթակառուցվածքներ։ Հենց սա է People's Co-living-ի նպատակը՝ մարդկանց համար ապահովել կոմֆորտ եւ հետաքրքիր պայմաններ բնակության համար։ People's Rooms Co-living-ը առաջարկում է նոր ձևաչափ, որի շնորհիվ այն եւ հասանելի է շատերի համար եւ միևնույն ժամանակ հարմարավետ։ Այն ունի 60 սենյակ եւ կարող է միաժամանակ հյուրընկալել մինչեւ 120 մարդու, ուսանողներից եւ ֆրիլանսերներից մինչեւ մասնագետներ եւ զբոսաշրջիկներ։ Տարածքում համադրված են համատեղ կեցության եւ առանձին բնակության տարբերակներ, ընդհանուր խոհանոցներով ու հանրային գոտիներով։ Տարեկան այստեղ կարող է հյուրընկալվել մինչեւ 8000 մարդ։ Նորություն է քաղաքում, որովհետև եւ գնային քաղաքականությամբ եւ ֆորմատով միակն է Դիլիջանում։ Մենք այսպիսով ցանկանում ենք, որպեսզի մարդիկ գան, աշխատեն, ապրեն եւ նոր գաղափարներ ստեղծեն Դիլիջանում, նպաստելով Դիլիջանի զարգացմանը եւ նոր պրոյեկտների ստեղծմանը։ Villa 3 Community Hub-ը ստեղծվել է որպես միջանկյալ վայր տան եւ աշխատանքի միջև, որտեղ կարող են ձևավորվել նոր կապեր եւ համատեղ գաղափարներ։ Այստեղ կան աշխատանքային գոտիներ, հանդիպումների սենյակներ, միջոցառումների տարածք, գրադարան եւ հանգստի գոտիներ։ Ինտերիերը մշակվել է ժամանակակից ճարտարապետական թրենդների ազդեցությամբ։ Միևնույն ժամանակ ամբողջությամբ ներդաշնակ է շրջակա բնությանը եւ լանդշաֆտին։ Այն գնահատվել է EDGE միջազգային ստանդարտով, ինչը հաստատում է նախագծի էներգիաարդյունավետ ու բնապահպանական մոտեցումը։ Villa 3-ը
հանրային տարածք է։ Հանրային տարածք է, որը կարող է տրամադրություն եւ բնավորություն փոխել Դիլիջանում, մասնավորապես գիտենք, որ digital nomad-ները կամ ինչպես հայերեն ասում են թվային թափառաշրջիկները մեծապես գնահատում են եւ սիրում են Դիլիջանը։ Այս երկու նախագծերը նպաստում են մասնավոր պետություն համագործակցության խորացմանը զբոսաշրջային կլաստերներում, որոնցից մեկը Դիլիջանն է։ Պետությունը խոշոր ներդրումային ծրագրերին նպաստելու համար պատրաստվում է բարելավել քաղաքային ենթակառուցվածքները։ Արմեն Աթելյան, Անդրանիկ Ներկարարյան, ժամը լրատվական։ Ինքնակամ կառույցների հաշվառման համար վերջնաժամկետ է սահմանված դեկտեմբերի 31-ը կադաստրի կոմիտեից պարզաբանում են, որ հաշվառման նպատակով շահառուն դիմում է չափագրողին։ Վերջինս իրականացնում է հաշվառման աշխատանքներ եւ արդյունքները համաձայնեցնում է շահառուի հետ։ Հաշվառման փաթեթը առցանց չափագրման գրասենյակ ներբեռնելու եւ այն հաստատելու պահից ձևավորվում է չափագրման ծածկագիր եւ ինքնակամ կառույցը համարվում է հաշվառված։ Օրվա մյուս կարևոր նորությունները մեկ տեսաշարով։ Ռուբեն Վարդանյանի կինը Վերոնիկա Զոնաբենդը հայտարարել է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն Բաքու ուղարկելու նախաձեռնության մասին Ադրբեջանում պահվող հայ գերիներին տեսակցելու նպատակով։ Նա դիմել է Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային, խնդրելով աջակցել պատվիրակության այցին եւ գերիներին ընտանիքներից նամակների, լուսանկարների ու թույլատրված անձնական իրերի փոխանցմանը։ Զոնաբենդի խոսքով նախաձեռնությունը վերաբերում է ոչ միայն Ռուբեն Վարդանյանին, այլև Ադրբեջանում պահվող մյուս 18 հայերին։ Առաջիկա 2 շաբաթների ընթացքում հավաքվելու են աջակցության նամակներ եւ լուսանկարներ, որոնք նախատեսվում է փոխանցել գերիներին ընտանիքների ծանրոցների հետ։ Հակակոռուպցիոն կոմիտեն առաջարկել է խստացնել ընտրական օրենսդրությունը ընտրական հանցագործություններում ներգրավված քաղաքական ուժերի նկատմամբ սահմանափակումներ նախատեսելու նպատակով։ Կոմիտեի նախագահն արդեն դիմել է Արդարադատության նախարարին նախաձեռնելու համապատասխան օրենսդրական փոփոխությունները։ Առաջարկները հիմնվել են խորհրդարանական վերջին ընտրություններին նախորդած ժամանակահատվածում բացահայտված կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների ուսումնասիրության արդյունքների վրա։ Կադաստրի կոմիտեից հայտնում են, որ նախորդ 2025 թվականին Հայաստանում անշարժ գույքի առուվաճառքի ընդամենը 4 գործարք է իրականացվել Թուրքիայի քաղաքացիների մասնակցությամբ, իսկ Ադրբեջանի քաղաքացիների անունով գույք չի գրանցվել։ Օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ ընդհանուր առմամբ իրականացվել է 4413 անշարժ գույքի գործարք։ Թուրքիայի քաղաքացիները ձեռք են բերել 1 բնակարան Երևանի կենտրոնում, ինչպես նաև վաճառել են 2 բնակարան եւ 1 հողատարածք Կոտայքի մարզում։ Անշարժ գույք գնող օտարերկրացիների շարքում առաջատար են եղել Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Իրանի քաղաքացիները։ Կառավարության պարտքը 2026 թվականի մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրիլիոն 311 միլիարդ դրամ կամ 14 միլիարդ 68 միլիոն դոլար։ Ազգային ժողովի ֆինանսավարքային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ պարտքը 2025-ի դեկտեմբերի համեմատ ավելացել է ընդամենը 11 միլիարդ դրամով, աճել է դրամային ներքին պարտքի կշիռը 2024-ի 52%-ից հասնելով 53-ի։ Հայաստանում ազատությունից զրկված քաղաքացիների թիվը հատել է 3000-ի շեմը, այս մասին հայտարարել է Արդարադատության նախարարը։ Սրփուի Գալյանը իր ղեկավարած գերատեսչությանը կից գործող հասարակական խորհրդի նիստի ընթացքում նաև նշել է, որ այսօր դատապարտյալների թիվն ավելին է, քան կալանավորվածներին է։ Ինչ վերաբերում է բացարձակ թվերի աճին, ապա ըստ նախարարի դա պայմանավորված է ընտրական պրոցեսներում արձանագրված իրավախախտումների հետ։ Կառավարությունում քննարկում են 1000 անձի համար նոր քրեակատարողական հիմնարկ կառուցելու հարցը։ Սեղանին 2 տարբերակ կա՝ պետությունն այն կառուցի կամ այս դեպքում գործակցի մասնավորի հետ նաև։ Փրկարար ծառայության Լոռու մարզային վարչությունն ահազանգ է ստացել, որ Վանաձորի Արաբնյա փողոցի 3-րդ հատվածում պատանին ընկել է փամբակ գետը։ Դեպքի վայրից ֆոտոլրագրող Շամշյանը փոխանցում է, որ որոնողափրկարարական աշխատանքների համար հրշեջ փրկարարների մի քանի մարտական հաշվարկ է ժամանել քաղաքի այդ եւ մերձակա հատվածներ։ Նրանց են միացել նաև բազմաթիվ քաղաքացիներ։ Նախնական տեղեկություններով գետն ընկած պատանին 15-ամյա աղջիկ է։ Ականատես կա, ով վկայում է, որ տեսել է, թե ինչպես է նա ընկնում գետը։ Իրավապահներն այդ քաղաքացու հետ աշխատանքներ են իրականացնում, պարզում են նաև, թե արդյոք մոտակա տներից կորած երեխա կա, թե ոչ։ Էդվարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Իսկ թե ինչ եղանակ է սպասվում, կներկայացնի իմ գործընկեր Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը, իր որակյալ և գերխնայող գազի կաթցաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, ունիկալ տարվա բոլոր եղանակներին։ Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի փոփոխական երկնքով,
Տեղումներ սպասվում են առանձին հյուսիս-արևելյան գոտիներում։ Ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա մոտ 6 նիշ։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 20-ից 25 աստիճան։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է 28-ից 31, Լոռիում 23-ից 26, Տավուշում 26-ից 30 աստիճան, Հարիրատում, Արմավիրում կդիտվի 28-ից 31, Սյունիքի հովտային գոտիներում կանխատեսվել է 26-ից 29, Սյունիքի նախալեռներում 20-ից 24 աստիճան։ Երևանում տեղումներ սպասվում են երեկոյան, այս գիշեր 16-ից 18, ցերեկը 28-ից 30, երեկոյան 20-ից 24 աստիճան։ Արմենիայի ուղիղ եթերում լրահոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։